Ելենա Արշակյանի «Ծովաչքերի պատճառով» հեռուստասերիալը մոտենում է իր տրամաբանական ավարտին, բայց յուրաքանչյուր նոր սերիա միայն ավելի է խճճում իրադարձությունները։ Հեռուստադիտողները սպասում են վերջին ինտրիգային բացահայտումներին, որոնք կլուծեն բոլոր առեղծվածները, բայց արդյոք ամեն ինչ այդքան պարզ կլինի, թե վերջում նոր անակնկալներ կբացահայտվեն։ Վահե տանդռանը բացվելուց հետո թվում էր, թե Ռեբեկան այնտեղ կգտնի միայն հուշեր, բայց նրան դիմավորում է իսկական քաոս, բոլոր իրերը շուռ են եկել, տունը տակնու վրա է արված, իսկ ինքը՝ Ռեբեկան, հասկանում է, որ այստեղ ինչ-որ մեկը փնտրել է շատ կարևոր բան։ Ռեբեկային սպառնում են, պահանջելով ասել, թե որտեղ է գումարը, բայց նա վճռական ու համարձակ է։ Նա պնդում է, որ Վահեն ոչ մի գումար չուներ, բայց հակառակ կողմը չի հավատում նրան։ Հենց այս պահին հայտնվում է նոր կերպարը, որին մարմնավորում է սիրված դերասան Հարութ Արշակյանը։ Նրա մուտքն այնքան անսպասելի էր, որ ոչ ոք դեռ չէր կարող կանխատեսել, թե ով է նա իրականում։ Արդյոք նա Ռեբեկայի փրկիչն է, թե նոր հակահերոս, որին պետք է դեռ բացահայտել, բայց մի բան ակնհայտ է՝ նա մեծ ազդեցություն կունենա Ռեբեկայի ճակատագրի վրա։ Միաժամանակ ոստիկանությունը վերջապես հասկանում է, որ Արմանը ոչ մի կապ չունի Միսակի սպանության հետ, բայց պետք է պարզել, թե ինչու չի հայտնել նա, երբ տեսել է Միսակին սպանված։ Պարզվում է, որ սպանության պահին նա բանտում էր, ինչը նշանակում է, որ իսկական մեղավորը դեռ ազատության մեջ է։ Սա նոր հարված է բոլորին, քանի որ մարդասպանը շարունակում է գործել առանց պատժվելու։ Գարիկն է արդյոք ամեն ինչի հետևում և կգտնվի այնքան ստոր, որ որդուն կթողնի փորձանքի մեջ ու կփախնի։ Ժամանակը ցույց կտա։ Չնայած որ նա մաքրեց բոլոր հետքերը, ոստիկանական հետաքննությունն օր-օրի ավելի է մոտենում ճշմարտությանը և հասկանում, որ Արմանը հենց այնպես չի թաքցրել ճշմարտությունը, հավանաբար նա ինչ-որ մեկին է թաքցնում։ Ելենա Արշակյանը նախկինում հայտարարել է, որ իր վերջին նախագծերը ունենում են մոտ 130 սերիա, ինչը նշանակում է, որ «Ծովաչքերի պատճառով» հեռուստասերիալին մնացել են հաշված սերիաներ։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են վերջնական հանգուցալուծմանը, բայց արդյոք սա կլինի իրական ավարտ, թե սերիալն ունի շարունակություն, որի մասին դեռ ոչ ոք չգիտի։ Մի բան պարզ է՝ ամենաթեժ զարգացումները դեռ առջևում են։ Ով է իրական մարդասպանը, ինչ ճակատագիր է սպասվում Ռեբեկային և արդյոք նոր հերոսը կփոխի պատմության ընթացքը։ Այս հարցերը դեռ պատասխան չունեն, բայց շուտով ամեն ինչ պարզ կլինի կամ գուցե ավելի կխճճվի։ Նշենք նաև, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Էմմա Սապոնդյանը Հայաստանում չէ և հետևաբար չի մասնակցում նկարահանումներին։ Այն տեսարանները, որոնք դուք տեսնում եք հեռուստաէկրաններին, դրանք արված են վաղուց, և սա նշանակում է հավանաբար հեռուստասերիալի նկարահանումներն ավարտված են։ Եվ սա նշանակում է, որ շատ շուտով հեռուստասերիալի ստեղծագործական ու դերասանական թիմի անդամները կհայտարարեն հեռուստասերիալի ավարտի մասին։ Հեռուստադիտողներին մեկ հարց է ևս հետաքրքրում, թե ինչու Հարութ Արշակյանը հեռուստասերիալի դերասանական կազմին միացավ միայն հեռուստասերիալի ավարտին մոտ։ Այդպես լինում է հաճախակի։ Նրանք միանում են դերասանական կազմին, այնուհետև հաջորդ նախագծում մարմնավորում գլխավոր կերպարներ, և սա առաջին դեպքը չէ, իսկ հեռուստասերիալում հետաքրքիր զարգացումների պակաս դեռևս չկա։ Գոռն ամեն ինչ արեց, որպեսզի Սառան օգնի ու Արմանը և Էլկան հանդիպեն ու մանրամասնեն իրենց մեջ տեղի ունեցածը, սակայն Էլկայի համար այդքան էլ հեշտ չէ։ Չնայած որ Արմանը ոչ մի կապ չունի իր հոր սպանության մեջ, բայց միևնույն է, շատ շուտով պարզվելու է, որ Արմանի հայրն է այս ամենի մեղավորը։ Բնականաբար Էլկայի համար հեշտ չի լինի ընդունել, որ իր սիրած տղայի հայրը սպանել է իր հարազատ հորը։ Արդյոք նա կկարողանա նայել Արմանի աչքերին և գնալ առաջ։ Ցույց կտա ժամանակը։ Ռեբեկան վտանգի մեջ է, բայց նրա կողքին այժմ այլ մարդ կա։ Չնայած հանցագործը օգնության է կանչում իր ընկերներից մեկին, բայց միևնույն ժամանակ նա գալիս է
ոչ թե օգնելու, այլ հավանաբար փրկելու է, որպեսզի Ռեբեկան այդտեղից ազատ արձակվի։ Այս պահին նա կապկպված է աթոռին, ինչը ցույց է տալիս, որ նա վտանգի մեջ է, իսկ վտանգի ամենավտանգավոր պահին ինչ-որ մեկը նրան օգնելու է, և հավանաբար հենց Հարութ Արշակյանի մարմնավորած նոր կերպարն է, որը միացավ հեռուստասերիալի դերասանական կազմին։ Դե ինչ, մնացեք մեզ հետ, որպեսզի բացահայտենք ամենահետաքրքիր նորությունները հեռուստասերիալի հետ կապված և շատ շուտով կհայտնենք, թե ինչ նոր հեռուստասերիալ է եթերում լինելու և ովքեր են լինելու նոր հեռուստասերիալի դերասանական կազմում։ Շատ հետաքրքիր անակնկալ է սպասվում, իսկ մինչ այդ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին ու թողնել ձեր կարծիքը տեսանյութի մեկնաբանություններ բաժնում։ Արդյոք սպասում եք նոր նախագծին և ում կցանկանաք ծովաչքերի պատճառով հեռուստասերիալի դերասանական կազմից, որպեսզի նկարահանվեն Ելենա Արշակյանի հաջորդ նախագծում։ Ելենա Արշակյանը մշտապես հաշվի է առնում հեռուստադիտողների կարծիքները և իհարկե փորձում արդարացնել սպասելիքները, այնպես որ գրեք ձեր կարծիքները, յուրաքանչյուր կարծիք կարևոր է մեզ համար։ Չմոռանաք նաև գրել, թե ծովաչքերի պատճառով հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի կամ դերասանի մասին կցանկանայիք ավելին իմանալ։